Ֆրանսիական փոքրիկ Էվիան-Լեբեն քաղաքում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են։ Մոտ 13,000 ոստիկան հերթապահում է փողոցներում։ Մեկնարկել է G7-ի գագաթնաժողովը, օրակարգում են Ուկրաինան ու Մերձավոր Արևելքը։ Գագաթնաժողովին մասնակցում են նաև Եգիպտոսի, Քաթարի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդները։ Հյուրընկալող Ֆրանսիայի նախագահը հույս ունի համոզել Թրամփին շարունակել աջակցությունը Ուկրաինային։ Էմանուել Մակրոնը տեղական հեռուստաալիքներից մեկին ասել էր, որ ցանկանում է օգտագործել գագաթնաժողովը նաև Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Ուկրաինայի հարցն առաջնային է G7-ի օրակարգում։ Զելենսկին նույնպես Էվիան-Լեբեն է ժամանել մասնակցելու Ուկրաինայում խաղաղության կառուցման թեմայի փակ քննարկմանը։ Թրամփին նվերով են դիմավորել եվրոպացիները։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր երկրի ազգային հավաքականի 47 համարի մարզաշապիկ է նվիրել Միացյալ Նահանգների նախագահին Թրամփ գրությամբ։ Քաղաքական մեկնաբանների ուշադրությունից չի վրիպել, որ պաշտոնական հանդիպումներին սովորաբար զինվորական համազգեստով ներկայացող Վլադիմիր Զելենսկին G7-ի գագաթնաժողովին ներկայացել է դասական, ամբողջությամբ սև հանդերձանքով։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ինքն առաջարկել էր Պուտինին հանդիպել Ֆրանսիայում 4 տարվա պատերազմի ավարտը քննարկելու համար։ Սակայն Ռուսաստանի նախագահը մերժել է։ Ամերիկանские переговорщики приедут. Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այդ տեղեկությունը, պնդելով Պուտինը պաշտոնական հրավեր չի ստացել Ուկրաինայի նախագահից։ Конечно же, не было, да и официальных каналов-то между Москвой и Киевом нет, как вы знаете. Մոսկվայի եւ Կիևի միջև պաշտոնական ուղիներ չկան եւ չեն եղել։ Вы знаете, что Գիտեք, Պուտինն ըստ էության Զելենսկիին ամեն ինչ ասել է, ամեն ինչ առաջարկել է։ предложено, было сказано и несколько раз повторено. Եթե Զելենսկին պատրաստ է պատասխանատու եւ լուրջ խոսելու, ապա նա միշտ կարող է գալ Մոսկվա, որտեղ նրան կընդունեն։ Մոսկվային ուղված նոր հարվածների մասին է հայտնել Զելենսկին G7-ի գագաթնաժողովին ժամանելուց մի քանի րոպե առաջ X-ի իր էջում։ Նա գրել է, որ ուկրաինական ուժերը գիշերը հարվածել են Մոսկվայի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Այս անգամ Մոսկվայի մարզը զգաց Ուկրաինայի հեռահար հնարավորությունները։ 500 կիլոմետր հեռավորության վրա հարված է հասցվել նավթավերամշակման գործարանին։ Մոսկվայի քաղաքապետը հաստատել է այս տեղեկությունը։ Սերգեյ Սոբյանինի խոսքով առավոտյան Մոսկվայի ուղղությամբ 60 դրոն է խոցվել, իսկ գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում 172 ուկրաինական անօդաչու ոչնչացնելու մասին է հայտնել Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինական անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Կրասնոդարի Պոլտովսկայա շրջանի նավթաբազաներից մեկում, հայտնել է տեղական իշխանությունը։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։